Բարև ձեզ սիրելի բարեկամներ, հարգանքները ձեզ, այսօր Կիրակի է եւ ձեզ Կիրակնօրյա բարի հանգիստ եմ ցանկանում։ Կիրակնօրյա մտորումները երբեմն բավականին հետաքրքիր են լինում եւ ես հարկ համարեցի այս առումով ձեզ այդ երկու գաղափարի մասին կիսվել, որոնք վերջի տարիներին անընդհատ ինձ հուզում են, հետաքրքրում են, բայց սա նաեւ առիթ էր այն հանգամանքի, որ մեզ երբեմն քննադատում են, մեղադրում են, որ մենք բացի քննադատելուց չենք ներկայացնում մեր ստրատեգիական ծրագրերը, մեր նպատակները, հանրությանը ցույց չենք տալիս այն օրակարգը, թե ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, եւ ես հարկ համարեցի օգտվելով պատեհ առիթից այս ձևաչափով ձեզ ներկայացնել երկու կամ մի փոքր ավելի գաղափարի մասին մեր պատկերացումները, մեր դիրքորոշումները, որոնք տեսնում ենք դրա հնարավորությունները եւ որոնց իրագործումը տեսնում ենք բացառապես հաջորդ իշխանության ձևավորումից հետո։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը, որը պետք է ձևավորվի իմ խորին համոզմամբ ինտելեկտուալ, բարձր պրոֆեսիոնալ կարողությունների հիման վրա մասնագիտական լրջագույն փորձառություն ունեցող մարդկանցով, եւ այդ կառավարությունը պետք է շատ ստրատեգիական եւ շրջադարձային բեկումնային փոփոխություններ իրականացնի Հայաստանի Հանրապետությունում։ Ես համոզված եմ, որ այդ օրը վաղ թե ուշ գալու է, եւ ես հույս ունեմ, որ մենք այդպիսի կառավարություն կձևավորենք բացառապես օրինական, լեգիտիմ, ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կայացած ընտրությունների արդյունքներով, որը կնպաստի Հայաստանի միջազգային իմիջի վերափոխման ու նոր որակի կերպարի ձևավորմանը։ Ես որևէ կասկած չունեմ, որ մենք արժանի ենք այդպիսի պետություն դառնալու, այդպիսի իշխանություն ունենալու։ Եվ այնուամենայնիվ, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը իր առջև հենց այդպիսի լրջագույն գաղափարներ եւ հավակնոտ ծրագրեր պետք է իր առջև դրի իրագործելու քիչ առաջ իմ կողմից արտաբերված պատկերացումները։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը պետք է հանդգնի ու մտածի մեգա նախագծերի ու հավակնոտ ծրագրերի իրագործման մասին։ Ես հաջորդ հաղորդման ժամանակ խոսեմ մեր պատկերացման մեգա նախագծերի եւ հավակնոտ ծրագրերի մասին։ Այդպիսի մեգա ծրագրերի եւ հավակնոտ նախագծերի իրականացման համար ես ելնում եմ այն կանխավարկածից եւ այն փաստագրումից, որ մենք ունենք դրա պոտենցիալն ու հնարավորությունը, որ մենք ցանցային ազգ ենք եւ ժամանակն է, որ մեկնարկենք ցանցային պետության կառուցման գործընթացը, որի մասին ես մեկ այլ հաղորդման կանդրադառնամ, թե ինչ եմ հասկանում ցանցային պետություն ասելով։ Ես խորապես համոզված եմ, որ այս ճանապարհը անցնելու համար մենք պետք է մի քանի կարևոր ծրագրեր իրականացնենք եւ դրանցից առաջինը հետեւյալն է. աշխարհի բոլոր հայերը, անկախ նրանից թե որտեղ են գտնվում ու որտեղ են բնակվում, պետք է ունենան ամենապարզ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու, ինչու՞ չէ նաև Հայաստանի Հանրապետությունում ամենաբարենպաստ ընթացակարգերով, իսկ որոշ սեգմենտների ու որոշ ոլորտներում ամենաարտոնյալ պայմաններով ձեռներեցությամբ, գործարարությամբ զբաղվելու հնարավորություն, որը հնարավորություն կտա հավելյալ արժեք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում, փոխելու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման կառուցվածքը, դարձնելու այն մրցունակ պետություն, սպառողից դառնալու բարիք ստեղծող, արարող հասարակություն ու պետություն։ Ես դրա պոտենցիալը ամբողջությամբ տեսնում եմ։ Հաջորդը Հայաստանի բոլոր քաղաքացիները խորապես համոզված են, որ անկախ իրենց գտնվելու, բնակվելու վայրից պետք է ունենան ընտրելու եւ ընտրվելու հնարավորություն։ Անկախության առաջին տարիներին մենք այդպիսին ընտրական ընթացակարգ ունեցել ենք։
որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ընտրելու եւ ընտրվելու հնարավորություն, այս դեպքում հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, մենք գտնում ենք հետեւյալը, որ այդ հնարավորությունը պետք է վերականգնվի պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներին մասնակցող եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող քաղաքացիները ընտրվելու դեպքում պարտավոր են իրենց ընտանիքների հետ միասին վերադառնալ ու բնակվել մշտապես Հայաստանի Հանրապետությունում, իսկ իրենց զավակները, առուզավակները պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Սիրելի բարեկամներ, մենք խորապես համոզված ենք, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ այս ձևակերպմանը, խորապես համոզված եմ, պետք է դուրս գանք ազգ ցեղասպանվածի բարդույթից եւ աշխարհի հետ հարաբերվելու հաղորդակցության ու շփման նոր միջավայր ձևավորենք ու ձևակերպենք։ Հայաստանը ես տեսնում ու պատկերացնում եմ որպես հաբ երկիր։ Այս մոդելը ենթադրում է իմի բերել հայկական բոլոր ռեսուրսները ներսում ու դրսում, օգտագործել տարբեր երկրներում մեր պրոֆեսիոնալների, մասնագիտական լուրջ բարձր որակավորում ունեցող անհատների ունակություններն ու համագործակցության ինտենսիվ ցանց ստեղծել։ Այս համատեքստում ես տեսնում եմ այն հնարավորությունը, որ Հայաստանը հնարավոր է զրոյական կետից բարձրացնել մինչև մեր ժողովրդի մտածողությունը որակապես փոփոխելու միջոցով, ինչը հնարավոր է որակյալ կրթություն ստանալու արդյունքում, կրկնում եմ, օգտագործելով պատի առիթը ես ցանկանում եմ դիմել մեր երիտասարդությանը, արհեստական բանականությունը աստիճանաբար գրավում է նորանոր նվաճումներ, գրավում է ամբողջ աշխարհը։ Պարզապես հիանալ կարելի է այդ գործիքը կազմի հնարավորություններով։ Դա փոխում է մարդկային ողջ մտածողությունը, դա փոխում է աշխարհը, որում մենք ապրում ենք։ Դա փոխում է պետությունների, հասարակությունների, ազգերի, ժողովուրդների միջև հարաբերությունների բնույթն ու որակը։ Արհեստական բանականությունը փոխում է մեր աշխարհընկալումը, մեր կենսափիլիսոփայությունը, մեր պատմական ընկալումները տարածաշրջանի նկատմամբ, տարածաշրջանի կոնֆլիկտների նկատմամբ, հարևանների հետ ունեցած հարաբերությունների նկատմամբ, մեր պատմության նկատմամբ, մեր ապագայի նկատմամբ։ Եվ մենք պարտավոր ենք լավագույնս կիրառել այդ գործիքը կազմը։ Մենք պարտավոր ենք պարզապես ճիշտ գնահատել արդի զարգացման տենդենսները։ Մենք իրավունք չունենք հետ մնալ, մենք իրավունք չունենք պարփակված մնալ մեր սարերի գագաթներին, չտեսնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։ Սիրելի բարեկամներ, սիրելի նոր սերունդ, դուք փայլուն հնարավորություն ունեք փառահեղ Հայաստան կերտելու, ուժեղ ու արդար Հայաստան կայացնելու։ Հետևաբար այս առումով մենք կարող ենք ու պարտավոր ենք կիրառել ու օգտագործել այն բոլոր հնարավոր նոր գործիքները, որոնք այսօր դրվել են շրջանառության մեջ։ Այս առումով լեզուն շատ կարևոր է։ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է տիրապետեն մի քանի լեզվի, նոր սերունդը պետք է տիրապետի մի քանի լեզվի։ Ավելին, թող շովինիստական չընկալվի, բայց այս առումով ես խորապես համոզմունք ունեմ, որ մենք մի քանի գլուխ պետք է բարձր լինենք մեր հարևաններից։ Եվ այս համատեքստում խորապես համոզված եմ եւ այլ ընտրանք էլ չունենք, սիրելի բարեկամներ, մենք ձեզ հետ միասին ստեղծելու ենք ու պարտավոր ենք ստեղծել ուժեղ ու արդար Հայաստան, իրական հայկական պետություն։ Այս համատեքստում, կրկնում եմ, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հաջորդ գաղափարի վրա՝ մեր կուսակցության, Արդար Հայաստան կուսակցության, մեր քաղաքական թիմի համար։ Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում միջին խավի ձևավորումն ու կայացումն է, որը ժամանակակից զարգացած հասարակությունների հիմնական սոցիալական հիմքն է։ Սիրելի բարեկամներ, միջին խավը ընդգրկում է
բարձր որակավորում ունեցող մասնագետներին, մտավորականությանը, փոքր ու միջին ձեռնարկատերերին, անհատ ձեռներեցներին, պետական կառավարման համակարգի աշխատակիցներին, տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցներին, առողջապահության, գյուղատնտեսության ու սպասարկման ոլորտում աշխատող հազարավոր, 100,000-ավոր քաղաքացիներին, մեր ընկալմամբ միջին խավը դա իր արդար քրտինքով, իր ձեռք ու ոտքով բարիք ստեղծող եւ իր ճակատագիրը տնօրինող մարդկանց խումբն է, որոնք կազմում են ցանկացած զարգացած հասարակության հիմքը։ Մենք գտնում ենք, սիրելի բարեկամներ, որ ազատ շուկայական հարաբերությունների այլընտրանք չկա, սակայն այն չպետք է շփոթել վայրի կապիտալիզմի հետ։ Պետության գերխնդիրը պետք է լինի ազատ ձեռնարկատիրության սկզբունքի հիման վրա, տնտեսության գերկենտրոնացման ու մենաշնորհներին միտումներին դիմակայելը, անազատ ու անարդար մրցակցության խափանելը։ 30 տարի մենք տեսնում ենք, որ Հայաստանի ունեցվածքը կենտրոնացել է 20-30 ընտանիքի ձեռքում, միլիոնավոր մարդկանց շպրտելով աղքատության կամ կիսաղքատության ճիրանները։ Հայաստանի Հանրապետությունում այո պետք է լինեն հարուստ մարդիկ, ավելին պետք է շատ լինեն հարուստ մարդիկ, որքան շատ լինեն հարուստ մարդիկ, այնքան քիչ կլինեն աղքատները, բայց դա չի նշանակում, որ պետք է բոլորի համար չապահովել հավասար պայմաններ, ճիշտ հակառակը, պետության ստրատեգիական պարտավորությունն է, պարտականությունն է բոլորի համար ստեղծել նպաստավոր ու հավասար պայմաններ, որպեսզի աղքատից մինչև գերհարուստ մարդիկ ունենան մեկնարկային հավասար պայմաններ։ Եվ ես խորապես համոզված եմ, մենք կարող ենք ջարդել աղքատության ողնաշարը, կարող ենք Հայաստանում ապրող մարդկանց համար ստեղծել քիչ թե շատ մինիմալ պայմաններ, նրանց կենցաղային եւ ընտանեկան մակարդակը մի քանի անգամ բարձրացնելու տեսանկյունից։ Ուստի ես համոզվում եմ, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, վերը նշվածի համատեքստում, եթե մենք կարողանանք իմի բերել հայ ժողովրդի կարողություններն ու ներուժը, Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է արդյունավետ տնտեսական միջավայր ձևավորել, ստեղծել արդյունավետ պետություն, ստեղծել մրցունակ տնտեսություն։ Այդ տնտեսության հիմնական փիլիսոփայությունը պետք է խարսխված լինի հետևյալ սկզբունքի վրա՝ ավելի շատ արտահանում, ավելի քիչ ներմուծում, որովհետև եթե մենք արտահանման ուղղված տնտեսություն կառուցենք, ես ձեզ հավաստիացնում եմ, մենք կարող ենք միլիարդավոր դոլարներ բերել Հայաստան, փոխել Հայաստանի Հանրապետության իմիջը, Հայաստանը դարձնել գրավիչ երկիր օտար ներդրողների համար, ստեղծել բարենպաստ պայմաններ ենթակառուցվածքների ձևավորման համար, կառուցել նոր գործարաններ, արտադրություններ նոր կազմակերպել, գյուղատնտեսությունը ամբողջովին վերափոխել։ Մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել մեր ընդերքը հանքարդյունաբերության ոլորտում, պետք է կարողանանք ճիշտ բնապահպանական լրիվ կանոնների պահպանման զուգահեռ ապահովել մեր պետության արդյունավետ գոյատևումը, հանքարդյունաբերության ճիշտ կառավարման առումով նաև։ Ուստի սիրելի բարեկամներ, ավարտելով խոսքս ես կարող եմ ընդհանրապես արձանագրել, մենք ունենք լուրջ պոտենցիալ, մենք ունենք լուրջ պոտենցիալը ռացիոնալ կերպով օգտագործելու խնդիր, այսինքն այլ կերպ ասած, ճիշտ կառավարման խնդիր ունենք, ճիշտ մենեջմենտի խնդիր ունենք, մեր պոտենցիալը ճիշտ չենք օգտագործում, հայ ժողովրդի ներուժը ճիշտ չենք օգտագործում, մի տեսակ չարացել ենք միմյանց նկատմամբ, մի տեսակ վստահության դեֆիցիտ կա բոլորիս համար, մի տեսակ ճահճացած վիճակում ենք, մի տեսակ հիասթափված ու ջախջախված ենք, պետք է դուրս գանք այս իրավիճակից, ես լավատես եմ, ես խորապես համոզված եմ, եթե հնարավոր լինի օրինական ընտրությունների միջոցով հասնել որակապես նոր կառավարության ձևավորմանը, որակապես նոր իշխանության ձևավորմանը, սիրելի բարեկամներ, ես կասկած չունեմ, որ հաջորդ իշխանությունը, հաջորդ պրոֆեսիոնալ կարողանակ, բարոյական, վստահ իր ուժերին, մարդունակ, իր պետությունը, իր հայրենիքը սիրող կառավարությունը գնալու է իմ կողմից մատնանշված ճանապարհով, ստեղծելով հաբ երկիր, ստեղծելով տրանզիտային երկիր, ստեղծելով իսկապես խաչմերուկային երկիր, ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր քաղաքացիների համար
գրավիչ երկիր, պատասխանատու երկիր, ի պետության սահմաններն ու տարածքները հարգող ու պաշտպանող կառավարությունը ի վիճակի է այդ խնդիրները լուծելու։ Ուստի սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր կուսակցությունը, մեր քաղաքական թիմը ունի բոլոր հարցերի, ստրատեգիական հարցերի վերաբերյալ իրենց պատկերացումները ու մենք գնալու ենք այդ ճանապարհով ուժեղ ու արտահայտ Հայաստան ձևավորելու ճանապարհով ու վստահ եմ ժամանակը աշխատում է մեր օգտին։ Հարգանքներս ձեզ, մինչ նոր հանդիպում, սիրելի բարեկամներ։